Բովանդակության մասին իհարկե խոսել չեմ կարող, դատական նիստի բովանդակությունը չեմ կարող բացահայտել, կարծում եմ ավելի ճիշտ կլինի գործընկերս դուրս եկավ իրեն հարցեր ուղղել, ես ուզում եմ մի հանգամանք ընդգծել, արձանագրվեց իմ պաշտպանյալի բացակայությունը դռնբաց հատվածում, ես դրա մասին եմ ուզում կարճ խոսել, հիվանդանոցում է գտնվում պաշտպանյալս, բայց այնուհանդերձ մեր կողմից որևէ կերպ չի որևէ միտք արտահայտվել, որ մենք պատրաստ չենք դատական նիստի գալ։ Այո, հիվանդանոցում է ստացիոնար, բայց նախորդ դատական նիստին էլ կարծում եմ կհիշեք, որ մի կերպ տեղաշարժվելով գալիս էր։ Մեր համար շատ կարևոր է, որ դատական նիստերը ընթանան, եւ մի պաշտպանյալը գալիս էր, այս անգամ էլ էր պատրաստ գալ, նա ինքը չի դատական նիստերի դալիճ գալացողը, նրան պետք է բերեն եւ չեն ապահովել այդ իրավունքը եւ ես կարծում եմ չֆիքսվենք այս նիստի վրա, այդ հանգամանքի վրա հենվելով չի կարող դատախազությունը զրկել անձանց միջնորդությամբ հանդես գալու կամ դիրքորոշում հայտնել, որ անձինք չպետք է միջնորդությամբ, որևէ միջնորդությամբ հանդես գալ։ Այնուհանդերձ բովանդակությունը չբացահայտելով այն նշեմ, որ մյուս դատական նիստին, որքան ես հասկացա, այս միջնորդությանը անդրադարձ չի լինելու։ Այսինքն ոչ թե հետաձգվեց, այլ մերժվեց։ Հա, այս միջնորդությունը փակվեց եւ հաջորդ դատական նիստին դուք արդեն դռնբաց դատական նիստի եք տեղակ լինելու, կարծում եմ սա կարևոր է, որ լրատվամիջոցները տեղեկանային, որ ոչ թե հետաձգվեց դռնփակ ռեժիմով դատական նիստը, այլ այս հարցը ավարտվեց, քննարկումը ավարտվեց։ Այսքանը։ Դռնփակ դատական նիստ էր, որի բովանդակությունը բացահայտելու իրավունք ես չունեմ, ընդամենային կարող եմ ասել, որ այդ հարցի քննարկումը ավարտվեց։ Այսինքն մյուս դատական նիստին դռնփակ ռեժիմով չի լինելու, սովորական դռնբաց դատական ռեժիմով է շարունակվելու քննարկումը։ Ցավոք սրտի քննարկումը ավարտվեց, ինչը լավ չէ, բայց ինչը լավ չէ չեմ կարող ասել։